Ոգեղեն ավանտի վկայություն զմարու մայրավանքի փոխման Սուրբ Կուսին Մար եկեղեցվո գառուցման 255 ամյակին առիթով։ Զմարու պատրիարքական գղերի միապանության մայրավանքի գամարներուն ներքև հոգևոր եւ մշակութային վերածնունդի խորհրդանշական մթնոլորտի մեջ 12 օգոստոս 2026-ի երեկոյան ժամը 6-ին հանդիսավորապես նշվեցավ փոխման Սուրբ Կուսին Մար եկեղեցվո գառուցման 255 ամյա հոբելյանը ոգեղեն ավանտի վկայությունը թեմայով հարուստ ցուցահանդեսի հանդիսավոր բացումով։ Բարձր հովանավորությամբ նորին ամենաբադվություն եւ քերիերջանկություն Դերդեր Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքի բադվո ներկայությամբ Հիփանանի ըսկոսաշրջության նախարար Դիգին Լորա Լախուտ Խազենի pedagogan կորզիչներու հայ համայնքներու ներկայացուցիչներու հոգեվորականներու ազգային գուսակցական միութենական հնագիտական կետրոններու մասնակիցներու լրատվամիջոցներու վարժարաններու դնորեններու բարձրաստիճան եւ ընդրանի հրավիրյալներու Հայկական ավանդության համաձայն երկու բարմանուհիներու հայկական ասեղնակորց տարազներ ըսկեստաֆորված աղնուհացով հյուրընկալեցին պաշտոնական անձնավորությունները, որմե յետ կսկիս բարավ օրվան հանդիսությունը։ Բացման խոսքով հանդես եկավ Մարալ Հարբոյան, որ անդրադարձավ ցուցահանդեսի կարևորության եւ 1771 թվականին ի վեր կանգնած մայրավանքի մայր եկեղեցին որպես հավատքի դապան գշարունակե իր գամարներուն տակ պահպանել հայոց հոգևոր ավանդը եւ զմարյան միապան հայրերու առաքելությունները, զորս կշարունակեն հոսիլ աշխարհի ամբողջ տարածքին, հոն ուր կգանչվին, որբեսի այլ ոմն Քրիստոս անոնք քարոզեն եւ սերունդներ գերդեն։ Ապա զմարու փոխմեծավոր թանկարանաբեդ եւ թրաթարանաբեդ հայրնարեկ Վարդապետ Լուիսյան իր սրդի խոսքը փոխանցեց ընդգծելով 1749-ին կառուցված առաջին մայրավանքին եւ 1771-ին օծված անորմալ եկեղեցվո առանցքային թերը հայ հոգևոր մշակութային ժառանգության փրկության կորձին մեջ անավելցուց Դեսեք ժայրին վրա վիմացած ամրագուր զմարու հնաթարյան եկեղեցին մասիսանման զույգ կմպետներով, որոնք կխոսին հայ թարերեն, հայ հոգիի եւ մտքի ճգնութեն են։ Ապա եզրափակեց իր խոսքը ասելով. վանքի քարերուն վրա 15 զմարու նահատակ միապաններու բացված վերքեր կան, ինչպես Հիսուսի խաչապայդին վրա մխված բևերներ։ Ան հրավիրեց ներկաները ունգընտրելու հոգիցիալ քարերու լուր բայց վեհանցնող ցայնը, որ պիտի մնան լուսավորչա եւ անսասան ուխտավայր։ Արաբերեն լեզվով խոսքարավ հնակետ Դիգին Մարի Աբիլլամա, որ անդրադարձավ ցուցահանդեսի կարևորության եւ իմաստին, բացատրելով կատարված ընտրությունները, ձիրամոր նվիրված գդակներ, սգի, խույրեր, Սուրբ ավետարաններու գողքեր, նկարազարդված հնադիպ գիրքեր եւ ցերակիրներ, ապա նաեւ ժամանակաշրջանը 17-րդ եւ 18-րդ թարեր։ Գային նաև ժամանակակից քանի նշանավոր նկարիչներու գործեր, ինչպես Մուստաֆա Ֆարուխի եւ Հայասկի Զոհրաբի աստվածամոր նվիրված գործեր։ Մայրավանքի մեծավոր եւ պատրիարքական փոխանորդ զմարու միապանության Քերաբայձար հայրմաշտոց Սակաթիր Զայրակույն Վարդապետ Զահեդերյան փոխանցեց օրվան պատկամը։ Ան անդրադարձավ Մարիամ Աստվածածնի հadouk թերագադարությանը հայ իրականության մեջ, հատկապես անգետրոնացավ Աստվածամոր մայրական Հովանիին միապանության ողջ պատմության ընթացքին։ Ան հadouk շեշտեց Լիբանանի Խազեն ընտանիքի ունեցած թերագադարությանը, անոնց ունեցած պատմական նպաստին զմարու մայրավանքի հիմնադրության ժամանակաշրջանին։ Մեծավոր հայրը անդրադարձավ ցուցահանդեսի կարևորագույն իմաստին եւ նպատակներուն, մեծարել դիրամայրը, փարապանել մայր եկեղեցվո գառուցման 255 ամյակը եւ փոխանցել հարուստ ժառանգությունը նորանոր սերունդներուն։ Ամենաբադիվ եւ քերրջանիկ Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքը իր հայրական պատկամին մեջ մաղթեց, որ զմարու մայրավանքը մնա աղոթքի դուն, հիշողության բահակ, մշակույթի փարոս, հոգևոր եւ մշակութային ըսպոսաշրջության կետրոն եւ անցյալը ներկային գաբող գամուրջ։ Ան սույն ցուցահանդեսը որակեց, որբես ոչ անցյալի պատկանող թանկարանմը, այլ հիշողությունմը զոր կգենթանացնենք գդակ զոր կհանցնենք նոր սերունդներուն եւ նոր բադուհանմը, որ գնայի թեպի քալիք աբակա։ Հոգևոր դերը եզրափակեց իր խոսքը սրդակին մաղթանքով, թող որ զմարու դիրամայրը մնա բահաբան այս տան, մեր եկեղեցվո, մեր ժողովուրդին, Լիբանան հայրենիքին եւ անոր բոլոր բնակիչներուն։ Ամենաբադիկ հոգևոր դերը եւ նախարար Դիգին Լորա Լախոտ Խազեն միասնապար հադեցին ժապավենը։ Հուսք բոլոր ներկաները մուտք գործեցին Մեսրոբ Ջուրյան սրա, որտեղ հadouk խնամքով եւ բարձր ճաշակով ներկայացված էին մայրավանքի թանկարանեն հadouk իրեր։
Անոնց ընկերացան մեծավոր հայրը եւ հայրնարեկ Վարդապետը, որոնք ներկայացուցին ներկայացված իրերու եւ գդակներու իմաստները եւ արժեքները։ Հանդիսության ընթացքին գեղարվեստական հայդակրով հանդես եկան Ռաֆի Չիլինգիրյան դուգով, իսկ Ջոնի Գոկչյան մեներկներով։ Ոգեղեն ավանտի վկայություն թեմայով ցուցահանդեսը կշարունակվի մինչև գիրագի 16 օգոստոս 2026, ուր Աստվածազնա վերափոխման տոնին հայրապետական պատարագեն յետ ներկաները արիթը պիտի ունենան այցելելու եւ իրազեկ դառնալու թարերը ի վեր զմարու մայրավանքի մեջ նախանցախնդրությամբ պահպանված կանցեր։